Փառք Տիրոջը, սիրելիներս, փառք Տիրոջը։ Ամեն իրավիճակում փառք Տիրոջը։ Հալելույա։ Ամեն։ Սիրելիներս, միգուցե շատերը արդեն լսած լինեք, շատերը կարող է դեռ լսած չլինեք, մի թեթև կուզեմ բոլորիդ ինֆորմացնեմ, որ ինչ որ մի հատ սենց երևույթ է տեղի ունեցել, որ մեկը վերադարձել է, որ պետք է նորից շուտով հեռանա։ Ու այսօր բոլորս իրար հետ միասին անցնում ենք ու սովորում ենք, թե ոնց ենք դրան հեռացնում։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Որովհետև ծառայում ենք մի Աստծու, որ տերերի տերն է ու թագավորների թագավորը։ Ու եթե գիտես, որ թագավորը քո տերն է, ուրեմն էլ ինչից պիտի վախենաս։ Էլ ումից պիտի սարսափես։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Սենես այսօրվա քարոզի վերնագիրը այսպես է. Այից բ, բայց ոչ քո ճանապարհներով։ Այից բ, բայց ոչ քո ճանապարհներով։ Ուրեմն Գործ առաքելոցում 27-28 գլխում հանդիպում ենք մի պատմությանը, որ Պողոս առաքյալի հետ է կատարվում, ու մենք այդտեղ կարդում ենք, որ Պողոս առաքյալը ուրիշ բանտարկյանների հետ միասին պիտի տեղափոխվեր Հռոմ, հա, նրանց պիտի տանեին այնտեղ ու այդ ճանապարհներին լուրջ իրավիճակների մեջ, ալեկոծությունների մեջ են իրանք հանդիպում նավով, որ գնում են այդ ճամփեն։ Պողոսը նախապես իրանց արդեն զգուշացրած ասում է ժողովուրդ ջան, եկեք սոր չանցնենք, լավ բաներ չի սպասվում, բայց չլսեցին իրան, մտածեցին իրանք իրանց խելքով ավելի լավ գիտեն, գնացին ու ճամփեքին ալեկոծությունների մեջ ընկան։ Ալեկոծություններ սկսեցին։ Ու հենց կմտնենք Գործ առաքելոց 27-րդ գլուխ 18-ից 20 խոսքերը։ Տեսեք ինչ է գրված, ասում է. Մինչ մենք փոթորկից շատ նեղություն էինք կրում, հաջորդ օրը նրանք սկսեցին բեռները ծովը գցել։ Երրորդ օրը նրանք իրենց ձեռքով ծովը նետեցին նավի գործիքները։ Երբ բազում օրեր ոչ արև էր երևում, ոչ էլ աստղեր։ Վատ եղանակն էլ շարունակվում էր։ Փրկվելու մեր ողջ հույսը կտրվեց։ Գիտես, մեկ քո կյանքում կարող է հանդիպես այնց իրավիճակների մեջին, որ ոչ արև ես տենում, ոչ էլ աստղեր ես տենում քո կյանքում։ Ու ցավը այն է, որ հերիք չես տենում, այդ վատ եղանակը շարունակվում է։ Ով է իր կյանքում այնց իրավիճակների մեջ հայտնվել երբևիցե։ Ու գիտես, կարա պատահի, որ այդ իրավիճակների մեջին հասնում ես արդեն մի շրջանի, որ հենց հələ ինչ ասում, ասում է փրկվելու մեր ողջ հույսը կտրվեց։ Կարա լինի, որ իրավիճակի մեջ ես հանդիպում ու այդ հույսը, այդ հավատքը կտրվում է այդ պահին։ Ու գիտես, կոնկրետ ես իմ կյանքում շատ տենց իրավիճակներ եմ ապրել, որ նենց երևույթի մեջ եմ ընկնում, որ շատ դժվար է։ Կարելի է ասել անհնարին է ստեղից դուրս գալը, ոնց պիտի լինի, ինչ պիտի լինի։ Ու տեսնում ես ոչ արև, ոչ տեսնում ես աստղեր, ու եղանակը տենց շարունակական է թումա։ Ու հազիվ այդ իրավիճակից դուրս ես եկել, մեկ էլ տեսար մի հատ նորից ուրիշ փոթորիկ սկսեց։ Այդ փոթորիկից էլ ես դուրս եկած, մեկ էլ մի հատ ուրիշն է էլի սկսում։ Ու դու զգում ես քեզ այն իրավիճակի մեջ, ոնց որ այդ նավի մեջին գտնվող մարդիկ։ Ոչ արև, ոչ աստղեր ու շարունակական եղանակի տատամում ու վատ եղանակներ, որ կարելի ասել շատ ժամանակ կորցնում ես քո հույսը։ Ու հաջորդ բանը, որ այդ պահին պատահում է քո հետ սիրելիս, մենք հաջորդ խոսքի մեջ ենք տեսնում ու ես գերմաներենի թարգմանություններ եմ գրել, որտեղ ինձ ավելի է դուր գալի, ասում է, քանի որ արդեն շատ օրեր քաղցած էին։ Բայց իրականում կոնտեքստի մեջին շարունակական է, այսինքն այդ իրավիճակներից հետո ասում է niemand wollte mehr essen։ Գիտես շատ ժամանակ, երբ որ հանդիպում ես քո կյանքում այնց իրավիճակների մեջ, որ ամեն ինչ կարելի ասել տանում է դեպի կորուստ, ամենաառաջին բանը, որ քո հետ պատահում է, դու քո ախորժակն ես կորցնում։ Ոչ թե մենակ ֆիզիկական իմաստով սիրելիս, այլ հոգեպես։ Ախորժակդ ուղակի կորցնում ես։ Կարող է պատահի, որ այդ վաղտ ոչ Աստծո խոսքն էլ քեզ հետաքրքրում, ոչ կողքի քաջալերություններն են քեզ հետաքրքրում, նորմալ է, մարդկայնորեն այդ երևույթի մեջ ընկնելը։ Ու այս երևույթը նաև վերապրեցին այդ նավի մեջին գտնվող յուրաքանչյուր մարդիկ։ Նրանք սկսեցին էլ չուտելը։ Ու սա ինձ բերում է այս քարոզի առաջին կետին սիրելիներս։ Կյանքը առանց
փոթորիկների ու ալիքների չի անցնի։ Հիմա կասես, «Էս ինչ քաջալերական խոսք ես եկել մեզ այսօր քարոզելու»։ Ես էլ կասեմ, հենց ամենամեծ քաջալերությունն է, սիրելիս, որ էսի որքան կարելի է շուտ դու հասկանաս, որ այս կյանքը առանց փոթորիկների ու ալիքների չի անցնելու։ Ամեն մարդ, որ քեզ ուրիշ բանով է ուզում ապացուցի ու քարոզի, ուղղակի սխալ վարդապետությունն է այդ ամեն ինչը։ Իրանք իրանց ավետարանն են ստեղծել, ու իրանք իրանց մտքերն են ստեղծել, իրանց պատկերացումներն են ստեղծել, բայց տեսեք թե Հիսուսի խոսքերը ինչ ասում, Հովհաննես 16:32-ում ասում է, աշխարհում նեղություն ինչ պիտի լինի, պիտի ունենաք։ Չի ասում կարա լինի, որ ունենաք, որ շատ աղոթք չանեք կունենաք, որ եկեղեցի չթակ կունենաք, որ էս չանեք, այն չանեք կունենաք, ասում է աշխարհում եք ունենալու եք։ Էտա, բայց սիրելիներս, փառք Տիրոջը։ Հələ շարունակությունը ինչ ասում է, բայց ինչ արեք։ Քաջալերվեք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին։ Սիրելիներս, կխնդրեմ, որ հիմա այսուհետև ինչ պիտի ասեմ, շատ ուշադիր լսես, որովհետև էսի եթե ընկալեցիր, ուրեմն Աստված կտեսնես ինչ գերբական ձևերով է սկսելու արդեն քո հետ խոսելը ու գործելը։ Ուրեմն տեսեք, երկրորդ կետն եմ ուզում այսօր ասեմ, դու ինքդ պետք է քաջալերես քեզ։ Հիսուսը ինչ ասում, ասում է նեղություններ պիտի լինեն։ Ու հետո ասում է, բայց քաջալերվեք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին։ Ինքը պահանջում է, ասում է քաջալերվեք։ Հիսուս ո՞նց քաջալերվեմ ես հիմա։ Դու կարաս ինձ բացատրես, ես հիմա ոնց այս իրավիճակի մեջ քաջալերվեմ, ոչ արև եմ տեսնում, ոչ լուսին եմ տեսնում, ոչ աստղեր եմ տեսնում, եղանակը շարունակական դժվար է, վատ է իմ կյանքում, ոնց քաջալերվեմ եմ Հիսուս։ Բայց երկրորդ կետը սա է, սիրելիս, դու պետք է բոլոր այդ փոթորիկների ու այդ ալիքոցությունների ժամանակ քաջալերվես։ Գործ առաքելոց 27-22 ասել է թե Պողոսես բոլոր այս խոսքերը ոնց որ արդեն Սուրբ Հոգով ստացել էր ինքը, որովհետև էլ տեսեք իր հաջորդ քայլը ինչ ասում է, իսկ այժմ ձեզ խրատում եմ։ Պողոսը այդ բոլոր այդ խառնված այդ նավի մեջի մարդկանց հետ է խոսում, 273 հոգի են։ Ասում է, խրատում եմ բոլորիդ։ Միջև այդ մի քիչ բան անում, ասում է Ժողովուրդ ջան, որ ինձ լսեք, այս օրը չենք գնի, բայց հալելույա, հիմա ինչ որ է, եկել եք ընկել ենք այս օրվա մեջ ենք հիմա։ Բայց շարունակում է, ասում է, որ ինչ անեք, որ քաջալերվեք։ Կարող է այս Պողոսը Հիսուսին լավ հասկացել էր, որ հենց տոշնի նույն բառով էլ ասում է ինչ պիտի արվենք այս իրավիճակի մեջին։ Կարող է ինչ-որ մի հատ գաղտնիք կա սրա մեջին, սիրելիներս, որ եթե դու Հիսուսին քո կյանքում ընդունել ես, հանդիպում ես ունեցել քո կյանքում Հիսուսի հետ, որ այս բոլոր այս իրավիճակների ժամանակ կապ չունի ինչ էլ կատարվում է, հասկացել ես, որ պիտի քաջալերվես։ Նույն իսկ խորհուրդը այս պահին Պողոսն ասում է, խրատում եմ, որ քաջալերվեք։ Ու հետո ասում է, որովհետև բացի նավից, ձեզանից ոչ մեկի կյանքին վնաս չպիտի հասնի։ Ասում է քաջալերվեք ու ասում է խի։ Որովհետև ձեզ ոչ մեկիդ բան չի լինելու։ Ինչ համարձակ հայտարարություն։ Ուրեմն ծովի ալիքների մեջ, փոթորիկների մեջ, որ ամեն մարդ արդեն սյո իր կտակն է ուզում երևի գրի, մեգա անիմաստ է ջուրնա գնելու, խորտակվելու, ոչ մեկ էլ չի կարդալու։ Այդ իրավիճակի մեջին այս մարդը ասում է հələ քաջալերվեք, խրատում եմ ձեզ բոլորիդ։ Պիտի կանգնես ու ասես այդ բոլոր քո իրավիճակների մեջին, որտեղ հիմա ուզում ես դու գտնվես, պիտի կանգնես, քաջալերվես ու ասես, խրատում եմ բոլորիս, հիմա ինձ քաջ եղիր։ Խի։ Գործ առաքելոց 27-23-24 ասում է, քանի որ այս գիշեր ինձ երևաց հրեշտակը այն Աստծու, որին ես պատկանում եմ եւ պաշտում եմ, եւ ասաց. մի վախեցիր Պողոս, դու պետք է քայսերի առաջ կանգնես, եւ ահա բոլոր նրանց, ովքեր քեզ հետ նավարկում են, Աստված քեզ է շնորհել։ Սիրելիներս, քաջալերությունը ուղղակի sense տեղի չի ունենում։ Անիմաստ տեղը
Եկեք քաջալերվենք ուղակի, չէ, հիմք է պետք քաջալերությանը։ Ու երբ որ մենք շարունակում ենք, ասում է Գործ առաքելոց 27-25-ում ասում է դրա համար քաջալերվեք, ինչի համար։ Շարունակում է, ինչի համար, դրա համար, որովհետև խոսք էր ստացել ինքը։ Աստծո հրեշտակը իրան ասել էր Պողոս, դու կայսերի առաջ Հռոմում կանգնելու ես։ Չի ասեմ ինչ իրավիճակների մեջով պիտի անցնես, որ դրան հասնես։ Գիտի այց նստելա պիտի եթա բ։ Աստված չի ասում ինչա կատարվելու բայց մի բանով հաստատ է Պողոսը, որ պիտի կանգնեմ, եղբայրներ, քույրեր ջան, չգիտեմ ոնց է լինելու, ինչերի մեջով ենք անցնելու, բայց մի բանում հստակ եմ, որ չեմ մեռնելու, այլ Քայսերի առաջ պիտի կանգնեմ, որտեղ Աստծուց խոսք ունեմ։ Եվ ասում է դրա համար քաջալերվեք մարդիկ, որովհետև հավատում եմ Աստծուն, որ կլինի այնպես, ինչպես որ ինձ ասվեց։ Չի ասում հավատում եմ Աստծուն, որովհետև ամեն կիրակի եկեղեցի եմ գնում։ Չի ասում հավատում եմ Աստծուն, որովհետև ամեն կիրակի փառաբանության ժամանակ ժարիտ եմ անում։ Չի ասում հավատում եմ Աստծուն, որովհետև հավատարիմ 10-րդ եմ վճարում։ Ինչի համար է հավատում։ Հավատում եմ Աստծուն, որ այնպես կլինի, ինչպես որ ասվեց։ Խոսք հաստացել ես մարդը։ Ու այդ խոսքին հիման վրա ուրիշներին էլ հիմա ասում է, պիտի այս խոսքի հիման վրա քաջալերվեք բոլորդ, որովհետև ասել է։ Սեներս մի այսպիսի հայտարարություն եմ ուզում անեմ։ Իհարկե, քեզ քաջալերելու համար հիմք է անհրաժեշտ Աստծո խոսքը։ Պողոսն ուներ Աստծո խոստումը, որ Հռոմում Քայսերի առաջ կկանգնի։ Իսկ դու որ խոստումն է քեզ Աստված տրված Աստծուց։ Կա արդյոք այստեղ մարդ, որ Աստծուց խոստում չունի, սիրելիներս։ Կա այսօր այստեղ մեկը, որ այն գերբնական խոստումը, որ ուղղակի այսօր, չգիտեմ, ամենակարևորն, ամենաթանկն է, ամեն մեկս մեր տունը երևի մի 10 տեսակի չունենք, որ շատ ժամանակ փոշին արդեն նստում ավերին։ Այն ամենաթանկը, որն է Աստծո խոսքը, սիրելիներս։ Լի խոստումներով ու այդ ամեն խոստում Աստված քեզ է տվել։ Ու ասում է, որ եթե այդ խոսքին հավատաս, ուրեմն այդ խոսքի հիման վրա էլ կքաջալերվես, սիրելիս։ Դու չես կարող քեզ քաջալերես մարդկանց լավ խոսքերով, դու չես կարող քեզ քաջալերես օգնություններով, չգիտեմ, բարին տեսնելով, ես չգիտեմ ինչեր անելով, չէ, միայն ու միայն դու քեզ կարաս ինքդ քաջալերես, եթե Աստծո խոսքը ընդունես։ Եվ Պողոսը այս շատ էլ լավ էր հասկացել, սիրելիներս։ Եվ դրա համար էլ հասկացել էր, որ պիտի այս նույն քաջալերությունը հիմա ուրիշներին տամ։ Ոչ թե լոկ իմ խոսքերով, ինքը ասեց ոչ մեկիդ բան չի լինելու։ Այդ ուղղակի բաններ, խոսքներ։ Շատ ժամանակ մենք էլ չէ կարողա մենք մեզ ինքներս կամ ուրիշներին ասեք լավ է լինելու։ Հա, բայց ինչի հիման վրա է լավ լինելու։ Պողոսը չմնաց մենակ ուղղակի հայտարարելով, որ ժողովուրդ ոչ մեկիդ բան չի լինելու։ Հիմնավորեց թղի է տենց։ Սիրելիս, գիտես, իմ գործի բնակավարում ամենաչսիրածս բանը գիտես որն է, որ գնում եմ դատի ու ինչ որ մի բան եմ մեր կոնկրետ իմ մանդատի տեսանկյունն եմ ներկայացրել դատարան, բայց ոչ մի հիմք չունեմ դրա վրա։ Շատ է տենց դեպք է լինում։ Որտեվ մեր գործը այն չի, որ մենակ դատի տանք եւ որ ճիշտ ենք։ Մեր գործը այն է, որ դատի ենք տալի, որ ճիշտ էլ չենք։ Ու դա ամենասարսափելի բանն է, որովհետև գիտես, ես այդ մեզ դատավորի առաջին կանգնես, մի հատ էս անես թարս դեմքով է երեսիդ նայելու, որ դու քո ասացին կարում ես հավատաս, քո գրածին, քո ներկայացրածին կարում ես հավատաս։ Ու այդ շատ ժամանակ ադվոկատները դառնում են ամենամեծ հավատացյալները այս աշխարհում, սերներս։ Մեկ էլ նենց կսկսեն հիմնավորել իրանց տեսանկյունը այդ պահին։ Բայց եթե հիմք չկա, զուր է այդ ամեն ինչը։ Բայց եթե հիմք ունես, դատավորն ես կետ հիմքի մասին դեռ տեղյակ չի։ Ու այդ պահին կանգնում ես ու ասում ես, ահա հիմքը այստեղ է գրված։ Ու դրա այդ հիմքի վրա ներկայացնում ես քո ասածը, քո պահանջը։ Ուրեմն մի գերբնական հավատք է այդ պահին քո մեջ առաջանում, արդեն այդ հավատքը դառնում է տեսիլք, դու արդեն այդ տենում ես, թե ինչ տեսակի որոշում է ինքը հեսա կայացնելու։
որովհետև դու հիմնավորված պահանջ ես ներկայացրել։ Ու սիրելիներս նույնն է մեր կյանքում է, եթե ալիքների ու չգիտեմ վատ իրավիճակների մեջ ես դու քո կյանքում հանդիպում, բայց այն խոսքը քո մեջն է, որ ասելա, որ այս հիվանդությունը մահվան չի տանելու, այլ Աստծո փառքի համար է, այն խոսքը որ գրված է, որ չեմ մեռնելու, այլ ապրելու եմ ու Յահվեի փառքն եմ վկայելու, եւ այն խոսքը որ գրված է, որ ով Հիսուս ունի, այն կյանք ունի, հալելույա։ Հնազանդեցնում ես քո իրավիճակը այն խոսքի տակ, որին հավատում ես, որովհետև գիտես, այն որ ասել է, կատարելու էլ կարող է, հալելույա։ Գործ Առաքելոց 27:33-34 Լուսադեմին Պողոսը բոլորին խնդրում էր, որ կերակուր ընդունեն, ասելով, այսօր 14-րդ օրն է, իջտուք սպասելով քաղցած եք մնացել։ Հələ տեսեք, ինչ են անում, սպասում են։ Գիտես, եթե չես քաջալերվում, եթե հիմք չունես քաջալերության, այդ բոլոր այդ դժվար իրավիճակների մեջին մի բան ես անելու, սոված ես մնալու ու անկապ տեղը սպասելու ես։ Նույն տեղը մնաց, ոչ առաջ, ոչ հետ։ Քաղցած եք մնացել եւ ոչինչ չեք կերել։ Դրա համար աղաչում եմ ձեզ, որ կերակուր ընդունեք, որովհետեւ դա ձեր փրկության համար է։ Քանի որ ձեզանից ոչ մեկի գլխից մի մաս չի կորչելու։ Գերմաներեն թարգմանությունը ստեղելի ավելի ադուրս գալի։ Գործ Առաքելոց 27:34 հատվածը։ Deshalb bitte ich euch jetzt dringend etwas zu essen. Ihr müsst euch stärken, weil das zu eurer Rettung gehört. Ասում է, ihr müsst euch stärken. Դուք ինքներդ ձեզ պիտի զորացնեք։ Դուք ինքներդ ձեզ պիտի զորացնեք։ Երրորդ կետը, պետք է ուտես, որպեսզի ուժ ունենաս։ Չեմ հոգևորացնում ամեն ինչ սիրելիներս։ Շատ ժամանակ ուղղակի պիտի մի հատ հաց ուտենք։ Ու ամենալավ տեղը գիտես որտեղ է որ հաց պիտի ուտես։ Սաղմոս 23-ն ասում։ Ասում է, սեղան ես պատրաստել թշնամիներից առաջ։ Այս բան չգիտեմ քո թշնամին քո կյանքում ով է, էդի կարա լինի հիվանդություն, էդի կարա լինի ֆինանսական խնդիր, էդի կարա լինի ընտանեկան խնդիր, էդի կարա ինչ-որ մի բան, որ շատ ես ցանկանում այս բանին, բայց չի ստացվում, չգիտեմ որն է այս բանին քո խնդիրը քո կյանքում, բայց մի բան գիտեմ, թշնամու դարաժ նստի ու սկսի հաց ուտելը։ Գործ Առաքելոց 27:33-36 Այս ասելով հացը վերցրեց, բոլորի առաջ Աստծուն գոհություն հայտնեց, կտրեց ու սկսեց ուտել։ Եվ բոլորը քաջալերվեցին ու իրենք էլ սնվեցին։ Մի քիչ ավելի հոգևոր է այստեղ մի քիչ ավելի հոգևոր աչքերով նայենք։ Ինչ անում։ Հացը վեկալում է, գոհությունը հայտնում ու կիսում է։ Այս մարդը այն ամենալուրջ իրավիճակին բան ու գործը թողած հաղորդություն ընդունում։ Սիրելիս կարաս դու քո կյանքում այն ամենաթեժ պահին, որ ալեկոծությունները, որ ալիքները այնքան են արդեն բարձրացրել, որ լրիվ հույսդ կորցրած վիճակում է, ուղղակի Աստծուց հետ հաղորդ լինես։ Այդ պահին չուրանաս Հիսուսին, այլ քաջալերությունից հետո, այն հիմքի վրա, որ Աստծո խոսքն է, քաջալերվելուց հետո վեկենաս ու ասես Տեր ջան, ուզում եմ հաղորդվել քո հետ։ Ուզում եմ քո հետ շփվեմ, ուզում եմ քո հետ խոսամ, ուզում եմ քո հետ հաց կիսել։ Թշնամուս առաջ։ Չգիտեմ այս պահին ինչ իրավիճակ է, բայց չի էլ հետաքրքրում, որովհետև ես բեն տենում եմ արդեն։ Ես այից սկսել եմ ու միջև բեն հասնելու եմ։ Չգիտեմ ինչերի միջով եմ անցնելու, բայց մի բանը հաստատ է, որ կանգնելու եմ քայսերի առաջ, որովհետև խոսք ունեմ։ Սիրելիս, ես քեզ ուզում եմ քաջալերեմ, որ դու ես պատասխանատուն այդ իրավիճակների մեջին քեզ զորացնելու։ Ոնց հաց ուտելով։ Թե ֆիզիկական իմաստով, թե հոգևոր իմաստով։ Սկսի խոսքը ուտելը, սիրելիս։ Այդ խոսքն է քեզ պահելու, ուրիշ ոչ մի բան։ Ու չեմ ձանձրանալու, միջև վերջել, հələ միջև ինչքան էլ շունչ ունեմ, այս պիտի ասեմ, առանց Աստծո խոսքի չես կարենալու։ Միայն Աստծո խոսքով ու միայն
Աստծո խոսքով սիրելիներս։ Գործ առաքելոց 27:38 Կերակուրից հագենալով նավը թեթևացրին ծորենը ծովը թափելով Կերակուրից հագենալով եմ որ արդեն խոսքը սենց ուտում ես որ սենց սորանում ես մեկ էլ հասկանում ես օր ես ինչքան ավելորդ բան եմ ես պահին ես իմ հետ կրում կարելի է մի հատ էս ավելորդությունները մի հատ թափել ուղակի ավելորդ բեռեմ հետս քաշ տալիս ու էսի տանում է ինձ 4-րդ կետին սիրելիս թեթևացրու քեզ նետելով ավելորդ մտքերը քեզանից Գիտես երբ որ Աստծո խոսքով զորանում ես երբ որ Աստծո խոսքն ես լցնում քո մտքերի մեջին նոր հասկանում ես թե ինչքան ավելորդ ուրիշ մտքեր կան քո կյանքում մտքեր որ տահնում են քեզ դեպի մահվան մտքեր որ տանում են քեզ դեպի կասկածության մտքեր որ քեզ չգիտեմ ամենավատ բաներն են ես բան քեզ պատկերացում տալիս անհիմն գիտես հավատքը հիմք ունի բայց վախը հիմք էլ չունի որովհետև վախի հիմքը սիրելիներս դու ինքդ ես ներշնչում քո մեջ այն բանի հիմքերի վրա որ այս աշխարհն է քեզ թելադրում խնդրում եմ սխալ չհասկանաք հատկապես երբ որ հիվանդության մասին է խոսքը գնում ես չեմ ասում որ այդ դիագնոզները սխալ են բժիշկի ասածը սխալ է ոչ ճիշտ է բայց ճշմարտությունը չի ճիշտ դիագնոզը ճշմարտությունն է Հիսուսի փրկությունն է հալելույա ես ճշտով չեմ ապրում ես ճշմարտությունով եմ ապրում ճշմարտությունն է իմ հիմքը եւ դրա համար ամեն միտք որ խանգարում է ինձ այս ամեն ինչի մեջին տեսեք ինչ եմ անում Բե Կորինթացիներ 15 մենք դրանցով նկատի ունի հավատքի են բոլոր զենքերը որ Աստված մեզ տեսել է քանդում ենք ծածուկ մտքերը եւ ամեն բարձունք որ Աստծո գիտությանը դեմ է գոռոզանում ու գերում ենք ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար Քրիստոսին հնազանդեցնելու համար ասել է թե սիրելիներս խոսքին հնազանդեցնելու համար որովհետև Քրիստոսը Աստծո խոսքն է այսինքն ամեն միտք էս պահին որ քո մտքում կա որ ուզում է քեզ թելադրի դու ոնց գործես ոնց մտածես ինչը տեսիլք ունենաս որ հակասում է այն սուրբ խոսքին որ գրի է արված քո Աստվածաշնչի մեջին ուրեմն քո պատասխանատվությունն է որ գերի վերցնես այդ միտքը խոսքին համաձայն Ուրիշ ձև չես կարա Դու մի բանը չես կարա մյուս բանի հետ փոխես Եթե հիմք չունենաս Այսինքն եթե չար մտքերը դու ուզում ես փոխես բարի մտքերի հետ չի ստացվի այդ Դու պետք է այդ ամեն ինչը փոխես Աստծո խոսքին համաձայն Պետք է հնազանդեցնես Աստծո խոսքին այսինքն Քրիստոսին Եսայի 26:3 հլետեսեք ինչ ասում ասում է հաստատուն միտք ունեցողին դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ քանզի քեզ է հուսացել Ժողովուրդ ջան հələ պատկերացրեք մի հատ այս իրավիճակ էլի ալեկոծությունների մեջ 273 հոգու հետ միասին որ բոլորը արդեն դեպրեսիվ դեմքերով հավատքը կորցրած եթե իհարկե հավատքի գոյություն ուներ հույսները կտրած լրիվ արդեն մահվան իրանց են բանն են սպասում ու այդ բոլոր իրավիճակների մեջին մեկը կա խաղաղության իր համար նստած հացաոտը մարդը հաղորդություն անում խի որովհետև այն բարձյալ Աստվածը որին ինքը պաշտում է որով ինքը քաջալերված է այդ Աստվածը ասում է լիակատար խաղաղություն է իրան տվել խի որովհետև հաստատուն միտք ունի Այդ հաստատուն միտքը ինչին հիման վրա ունի Պողոսը խոսք ունի Գիտի ինչ ուզում է լինի Մեկը ոչ մի բան իմ հետ չի պատահելու ես հասնելու եմ այդ կայզերի առաջ պետք է կանգնեմ խոսքը տվել է Հիմի կես ճամփին ինչ էլ ուզում է հետս կատարվի Հələ ես չեմ պատրաստել բայց շարունակությունը երբ որ կղզի են հայտնում արդեն փրկվում են այս իրավիճակից հետո բանին խարույկին նստած իջնա գալի կծում
Այդ ժողովուրդը այդ կղզուն ասում է, ինչ մեղավոր մարդ է, այս մարդը հազիվ այս նավից, այս ալեկոծություններից էլ չփրկված, արդեն օծն է նորից գալի կծում։ Իժը վեկարմը կծմա կրակը, հալելույա։ Հաստատուն միտք։ Այդ հաստատուն միտքը նորից ու նորից եմ ասում, անկապ տեղը չի հայտնվում։ Եթե դու գիտես մարդիկ, որ մտածում ես, ասում ես, լավ, այս կամ խելքը թրծրած այս մարդը, որ այս բոլոր այս իրավիճակների մեջին սենց հանգիստ է, կամ էլ մի հատ ուրիշ բան կա այս մարդու մեջին։ Սիրելիս, եթե դու տենց մարդ ես հանդիպում, իրոք կամ լրիվ խելքը թրծրած մարդ է, կամ ուրեմն ուրիշ բան կա։ Գերադասենք երկրորդը լինենք։ Ոչ թե առաջինը, ուղղակի խելքերս թրծրած լինենք։ Դրա համար սենց ամեն ինչ ուղղակի անկապ էլի, բաց թողած։ Չէ, այլ հաստատուն միտքը ունեցողը, որի պատասխանատուն դու ես։ Չենք աղոթում դեր ջան մեզ հաստատուն միտք տուր։ Դեր, եթե տենց աղոթներ անես, ալեկոծությունները էլ ավելի են ավելանալու քո կյանքում, որովհետև Աստված քեզ հաստատուն միտքը չի տալու ուղղակի սենց բերի տնի։ Այլ այնց իրավիճակների մեջով է քեզ անցկացնելու, որ սովորես հաստատուն միտք ունենաս, սիրելիս։ Դրա համար զգուշելի մեկ-մեկ ինչ ես աղոթում։ Կարող է սենց աղոթքներ ենք ժամանակին արել, որ նենց ալեկոծությունների մեջ ենք, որովհետև Աստված գերբնական ձևով ուզում է մեզ սովորացնի, որովհետև գերբնական ծրագրեր ունի, հալելույա։ Այս սենց բաների մասին հավատանք ու մտածենք այս իրավիճակների մեջ սիրելիներս։ Գործ առաքելոց 27:43-ից 44 ու գիտես, երբ որ արդեն ալեկոծությունները նենց իրավիճակի մեջ են, ընդեղի նավապետը մտածում էր, որ այս բոլոր այս բանտակյաններին պիտի սպանենք հիմա, թե չէ սա որ խորտակվեն, կարող է լողան, փախնեն Էզյանենյան, բայց հետո տեսեք ինչ է կատարվում, բայց հարուրապետը կամենալով Պողոսին փրկել, որովհետև պիտի հռոմ հասցնեն, նրանց այդ մտադրությունից հետ պահեց ու հրամայեց, որ նախ լողալ կարողացողները ջուրը նետվեն ու ցամաք ելնեն, իսկ մնացածներից ոմանք տախտակների վրա, ոմանք էլ նավից ինչ-որ բանի վրա, եւ այդպես բոլորն էլ ցամաք ելան ու փրկվեցին։ Ժողովուրդ, հիմա հասկանում ենք խի էր պետք առաջինը քաջալերվելը, երկրորդը հաց ուտելը, որպեսզի ֆիզիկապես մի հատ նորից խելքի գանք, երրորդը մտքներս մի հատ հաստատելը, հանդարտ մնալը, որ այդ իրավիճակների մեջին խելք ինչ-որ բաներ չանենք, հետո էլ մի հատ էլ դրա տակ ընկնենք եսի ինչ խնդիրների մեջ, այս 3 բանը նախապես պարտադիր էր, որպեսզի հաջորդ բանը կայանան կատարեն, ուղղակի թռնեն լողանան։ Ու սա տանում ենք 5-րդ կետին, հրաշքը միշտ չէ, որ գերբնական է։ Ուզում եմ մի հատ հայտարարություն կարդալ։ Աստված միշտ հրաշքը չի գործում այնպես, ինչպես մենք ենք սպասում։ Նա ծովը չի բաժանում ամեն անգամ, կետի փորը չի ուղարկում մեզ, փոթորիկին չի հրամայում լռել, երբեմն նա պարզապես մեզ ուժ է տալիս, ինքներս լողալու համար։ Ուստի պետք էր քաջալերվելը մոռացել եմ։ Ուստի պետք էր քաջալերվել, ուտել, մտքերը կարգավորել եւ ճիշտ պահին նետվել ջուրը ու լողալը։ Ժողովուրդ, ես մեր Աստծուն չեմ ուզում սահմանափակեմ, մեկ-մեկ այսենց է հրաշք գործում, վարկյանական, բայց մեկ-մեկ էլ ուժն է տալիս ու ասում է լողացի։ 3 երևույթ, նույն բաններ, ալեկոծություններ, Հովնայի դեպքում, առաքյալների դեպքում, Պողոսի դեպքում։ Հովնայի դեպքում կետը գցեց փորը, շատ գերբնական ձևով պահեց իրան այդ ալեկոծությունների մեջ, միջև կետը նորից փխսեց նրան, որ գնա Թարսիս, ասում եմ գնա Նինիվե, որպեսզի ապաշխարության քարոզանի, Թարսիսի ճանապարհն էր էթում։ Երկրորդ պարագայում առաքյալները Հիսուսի հետ, որ արդեն ասել էր, եկ անցնենք այն ափը։ Այդ նստել էին, ասել էր, որ բենք էթում։ Նույն իրավիճակը, էլի ճամփին ալեկոծություններ, փոթորիկներ, չգիտեմ ինչեր կատարվեց։ Հիսուսը զարթեց, ասեց ուր է ձեր հավատքը, էլ այնքան հաստատված չեն հավատքով, դրա համար երևի որոշեց, որ սենց ենք լուծում ես հարցը, հրամայեց, ասեց լռի, լռեց, իսկ երրորդ երևույթը տեսնում ենք էլի նույն ալեկոծություններ, նույն նավի մեջին, նույն խնդիրներ,
բայց այս պարագայում ուղղակի զորություն տվեց ու ասեց սկսեք լողալը։ Հիմա սիրելիս դու հասկանում ես խի պիտի քաջալերվես։ Դու հասկանում ես խի պիտի միտքդ նորոգես, որովհետև շատ ժամանակ քո հրաշքը քո կյանքում Աստծո զորությունն է։ Նույն Պողոսը ասում է, երբ որ 3 անգամ աղոթեց, որ այդ դորնի մագին չեն ասում հայրեն։ Փուշը աչքի որպեսզի հանի, ու Աստված ինչ ասեց, իմ շնորհքը քեզ բավ է։ Այդ շնորհքը, որ Աստծո զորությունն է, այդ զորությունը դու ինքդ պիտի առնես սիրելիս, այդ զորությունը դու ինքդ պիտի ընդունես։ Եվ երբ որ ընդունեցիր այդ զորությունը, ընդունեցիր այդ շնորհքը, այդ ժամանակ Աստված քեզ գերբնական ուժ է տալի, որպեսզի դու ուղղակի կարողանաս այդ ալեկոծությունների մեջին լողաս։ Ես չգիտեմ հիմա քո կյանքում ինչ ալիքների մեջ ես, չգիտեմ ինչ ծովերի, ալիքների, փոթորիկների մեջ ես, բայց մի բան գիտեմ, որ այն Աստված, որ այդ գերբնական զորությունը Պողոսին եւ ոչ թե միայն Պողոսին, այլ Պողոսի հավատքով ու տեսիլքով մնացած ժողովրդին այդ զորությունը տվեց լողալու ու ափ հասնելու, այդ Աստվածը, որին ես պաշտում եմ, որին դու ես պաշտում, այդ նույն զորությունը քեզ էլ կարա տա սիրելիս։ Եվ դրա համար եկեք շատ չկենտրոնանանք էլի այդ A-ից B հասնելու այդ ճանապարհի վրայի բոլոր այդ խնդիրների, ալիքոցությունների վրա։ Եկեք ուղղակի մի քիչ հավատքով մեր ուշք ու միտքը դնենք այդ B-ի վրա, որ խոսք ունենք, որ էսա։ Այստեղ է Աստված մեզ տեսնում։ Ու այդ բոլոր այդ տեսիլքով, հավատքով մեր ուշքն ու միտքը մի հատ նորից ուղղելով, կենտրոնացնելով, թեթևացնելով եւ նավը գցելով ամեն ավելորդություններ, ամեն կողքից կոմենտարներ, որ այդ պահին քո հավատքը ավելի շատ նզովացնում են, քո հավատքը փչացնում են, քան թե քեզ քաջալերում են, ծովը գցի, խորտակիր։ Ոչինչ, թող մի քիչ էլ նեղանան, բայց հաստատ մնա դու քո հավատքի մեջին ու սկսիր լողանալ սիրելիս, որովհետև հրաշքը միշտ չէ, որ գերբնական է։ Տերը օրհնի բոլորիդ։